Երբ 2022 թվականի հունվարի 13-րդ օրը Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնի արխիվատան բացեցին Ռիմմա Դեմիրճյանի անձնական իրերի արկղը, նրանք հայտնաբերեցին այն, ինչը չպետք է գոյություն ունենար։ Ծրարված նամակներ 1974-ից 1988 թվականներն ընկած ժամանակահատվածից, գրված Կարենի ձեռքով, հենց այն տարիներին, երբ նա ղեկավարում էր Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։ Նամակներ, որոնք երբեք չէին նախատեսված հանրության համար, բայց ամենաթանկարժեքը Ռիմմայի պատասխանները, գրված մատիտով, նրա սեփական ձեռագրով, որը խեղդված էր հուզմունքից։ Ինչու այս պատկերասփյուր ամուսինները, որոնց պաշտոնական կյանքը լուսավորվում էր հանրային բակերում, պահպանում էին գաղտնի համապատասխանություն 14 տարի շարունակ։ Ինչով էր այդքան վտանգավոր այն, ինչ գրված էր այդ էջերում, որ Ռիմման դրանք թաքցրեց մինչև իր վերջին օրերը։ Պատկերացրեք, դուք ապրում եք քաղաքական թատրոնի մեջ, որտեղ ամեն ժպիտ, ամեն ձեռքսեղմում, ամեն հանրային ելույթ հսկվում է հազարավոր աչքերով։ Դուք Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի կինը, ապրում եք այնպիսի իրականության մեջ, որտեղ նույնիսկ սեփական տան պատերը կարող են ունենալ ականջներ։ 1974-ից 1988 թվականներին Այն ժամանակահատվածը, երբ Կարեն Դեմիրճյանը վերափոխում էր Հայաստանը, կառուցելով գործարաններ, վերակառուցելով քաղաքներ, դառնալով Սովետական Միության ամենազորեղ հրապարակախոսներից մեկը, նրա կինը Ռիմման ապրում էր կրկնակի կյանք։ Հանրությանը ներկայացված էր համեստ դասախոսի պատկերը Հայաստանի պոլիտեխնիկական ինստիտուտից, կինը, ով երբեք չի խառնվում քաղաքականության մեջ։ Բայց փակ դռների հետևում, երբ անթուկանի բարակ լույսը թափանցում էր աշխատասենյակ, Ռիմման վերածվում էր սեփական ամուսնու ամենաժխտող քննադատի։ Կարեն, դու սկսում ես հավատալ սեփական հանրությանը, գրում էր նա 1981 թվականին, երբ Խորհրդային Միության բոլոր թերթերը գովաբանում էին Հայաստանի տնտեսական հրաշքը։ Սա վտանգավոր է։ Դու չես տեսնում, որ քեզ շրջապատողները համոզում են, որ դու անսխալ ես, բայց ես տեսնում եմ, ոտքիդ տակ հողը փխրում է։ Ինչից էր վախենում Ռիմմա Դեմիրճյանը։ Երբ մենք 14 տարի անց, 21-րդ դարում, կարդում ենք այս նամակները, մեզ բացահայտվում է մի կին, ով ապրում էր շարունակական տագնապի մեջ։ Նա չէր վախենում արտաքին թշնամիներից, նա վախենում էր ներքին փոփոխություններից։ Երբ դու ելույթ ես ունենում կենտրոնական կոմիտեում, ես հեռուստացույցով տեսնում եմ, թե ինչպես է փոխվում քո դեմքը, գրում էր նա 1983 թվականին։ Դու նայում ես դահլիճի խորքում նստած մարդկանց, եւ ես տեսնում եմ քո աչքերում մի բան, որ տանը երբեք չեմ տեսել։ Դու վայելում ես իշխանությունը։ Սա ինձ սարսափեցնում է, Կարեն, որովհետև իշխանությունը հարբեցնող թույն է, որը մարդուն փոխում է այնպես, որ նա ինքը չի նկատում։ Բայց ամենազարմանալին այս նամակներում ոչ թե քաղաքական վախերն են։ Ամենազարմանալին անկեղծությունն է, որով Ռիմման խոսում էր իր սեփական ամուսնու հետ այնպես, կարծես նրանք ապրում էին տարբեր աշխարհներում, որովհետև իրականում այդպես էլ էր։ Կարենը ապրում էր Երևանի Հանրապետության հրապարակի աշխարհում, որտեղ նրան ողջունում էին 30,000 մարդիկ, երբ նա ելույթ էր ունենում։ Ռիմման ապրում էր Պոլիտեխնիկական ինստիտուտի լսարանների աշխարհում, որտեղ նա ամեն առավոտ գնում էր մետրոյով, կրելով հին պայուսակը։ Երկու աշխարհ, որոնք միավորվում էին միայն տանը, երբ Կարենը վերադառնում էր ուշ գիշերը, եւ Ռիմման դուրս էր գալիս խոհանոցից, թեյի բաժակով։ Իսկ հետո, երբ Կարենը քնած էր, Ռիմման նստում էր գրասեղանի առևտրում եւ գրում նամակներ իր սեփական ամուսնուն։ Նամակներ, որոնք նա երբեք չէր տալիս նրան, այլ պահում էր դարակի խորքում։ Ինչու։ Ինչու կինը ջնջու կինը, որը կարող էր խոսել ամուսնու հետ ամեն երեկո, ընտրեց գրելու նամակներ, որոնք երբեք չէին կարդացվելու։ Պատասխանը թաքնված է ոչ թե նամակների բովանդակության մեջ, այլ դրանց գոյության փաստում։ Երբ դուք ապրում եք այնպիսի կյանքում, որտեղ ամեն բառը կարող է վերափոխվել քաղաքական զենքի, դուք սովորում եք չարտահայտել բարձրաձայն այն, ինչ մտածում եք։ Ռիմման կարող էր ասել Կարենին. «Կարող, ես վախենում եմ քեզ համար»։ Բայց նա չէր կարող ասել. «Ես վախենում եմ, որ դու վերածվում ես այն, ինչ միշտ արհամարհել ես»։ Այս վերջին արտահայտությունը չափազանց վտանգավոր էր, նույնիսկ տան պատերի ներսում։ Որովհետև 1970-ամյակի Հայաստանում, երբ Կարեն Դեմիրճյանը վերափոխում էր հանրապետությունը գրեթե մոլեռանդական ինտենսիվությամբ, այնտեղ էին մարդիկ, ովքեր հետևում էին ամեն քայլին, լսում ամեն խոսքը։ Կարենի ամենամոտ օգնականներից մեկը, որի անունը մենք չենք նշելու այստեղ, բայց ով հետագայում կդառնա փաստերով հաստատված դավաճանի,
Հենց այդ տարիներին զեկուցագրեր էր ուղարկում Մոսկվա։ Զեկուցագրեր Կարենի յուրաքանչյուր տրամադրության փոփոխության, յուրաքանչյուր ընտանեկան խորհրդակցության մասին։ Ռիման գիտեր այս մասին։ Նամակները ցույց են տալիս, թերևս ոչ կոնկրետ դավաճանի անունը, բայց նա զգում էր վտանգը։ Ես նկատում եմ, թե ինչպես են քեզ շրջապատում նոր մարդիկ, գրում էր նա 1981 թվականին։ Մարդիկ, որոնց դու վստահում ես, բայց ովքեր երբեք չեն եղել քո հետ դժվար օրերին, նրանք ժպտում են չափազանց լայն, խոսում չափազանց քաղցր։ Կարեն, որտեղ են հին ընկերները, նրանք, ով գիտեին քեզ մինչև իշխանությունը։ Բայց կար նաև մեկ այլ Ռիմա։ Ռիմա, ով գիտեր Կարենին այնպես, ինչպես ոչ ոք չէր գիտի։ Այն Ռիման, ով տեսավ Կարենի պարտությունը 1988 թվականին, երբ Մոսկվան հրամայեց նրան հեռանալ առաջին քարտուղարի պաշտոնից։ Պաշտոնական տարբերակը խոսում էր առողջական խնդիրների մասին, բայց Ռիման գիտեր ճշմարտությունը։ Լեռնային Ղարաբաղի շարժումը սկսվել էր 1988 թվականի փետրվարին, եւ Կարենը հայտնվել էր անհնար իրավիճակում։ Նա պետք է ընտրեր Մոսկվա, թե Երևանի փողոցները լի տաք հավաքներով։ Նա ընտրեց փորձել հավասարակշռել, բայց քաղաքականության մեջ հավասարակշռությունը հաճախ մեկնաբանվում է որպես թուլություն։ Ես գիտեի, որ դու կպարտվես, գրեց Ռիման մի նամակում, որը գտնվել է թղթե տուփի ամենախորը։ Այս նամակը գրված էր 1988 թվականի ապրիլին, ամիսներ անց նրա պաշտոնաթողությունից։ Ես գիտեի, որովհետև դու չարացածի մարդ չես։ Դու չես կարող դիմակ կրել։ Երբ ստիպված են քեզ ստել, քո դեմքը դառնում է քարի պես։ Ես տեսա դա հեռուստացույցով, այն օրը, երբ դու ելույթ ունեցար կենտրոնական կոմիտեում եւ պետք է արտասաներ Մոսկվայից պատրաստված ելույթը։ Քո աչքերը մահացած էին։ Բայց նամակները պատմում են ոչ միայն քաղաքական դրամայի մասին։ Դրանք բացահայտում են նաև հարաբերությունների մի շերտ, որը հեռու էր հանրության ուշադրությունից։ 1976 թվականին, երբ Կարենը ճամփորդում էր Մոսկվա հաջորդական քաղաքական բանակցությունների, Ռիման գրեց մի նամակ, որը երբեք չէր ուղարկել։ Կարեն, երբ դու հեռանում ես, տունը դառնում է թանգարան, սկսվում էր նամակը։ Քո կաբինետը մնում է նույն տեղում, քո սեղանը, գրքերը, բայց դու չես։ Ես մտնում եմ այնտեղ եւ զգում եմ, որ դու աստիճանաբար վերածվում ես ուրվական։ Ուրվական, ով պատկանում է պետությանը, ժողովրդին, պատմությանը։ Բայց ինձ մոռանում ես պատկանել։ Ինչպես սա հնարավոր է։ Կին, ով ապրում է ամուսնու հետ նույն տանը, զգում է, որ կորցնում է նրան։ Բայց եթե ուշադիր կարդաք այս նամակները, կտեսնեք օրինաչափություն։ Որքան ավելի էր Կարենը բարձրանում քաղաքական լանջով, այնքան ավելի էր Ռիման գրում նամակներ։ Կարծես գրելը դառնում էր միակ միջոցը պահել այն մարդուն, ով աստիճանաբար վերածվում էր պատմական դեմքի։ Մի հարցազրույցում, տրված 1999 թվականին, 11 տարի Կարենի մահից առաջ, Ռիմա Դեմիրճյանը խոսեց ամուսնու մասին այնպես, կարծես նա փորձում էր հասկանալ իր սեփական հարաբերությունները հետադարձ հայացքով։ Կարենը տանը խոսում էր իր ձեռքբերումների մասին ծաղրով, պատմեց նա։ Երբ գործարան էր բացում, կամ երբ հանդիպում էր որևէ կարևոր մարդու հետ, տուն վերադառնում էր եւ ասում էր. «Պատկերացրեք, ինձ համար նրանք տարել էին կարմիր գորգ»։ Նա ծիծաղում էր, բայց ես գիտեի, այդ ծիծաղի ներքևում էր մի մարդ, ով վախենում էր հանրության սիրո թմրությունից։ Բայց հետո Ռիման ավելացրեց մի բան, որը խորը իմաստ է ստանում, երբ կարդում ենք նրա նամակները։ Ես միշտ ասում էի նրան ճշմարտությունը։ Երբ նա ծիծաղում էր իր ձեռքբերումների վրա, ես ասում էի. «Կարեն, դու ճիշտ ես, բայց ուշադիր եղիր։ Իշխանությունը կարող է փոխել քեզ այնպես, որ դու չնկատես»։ Այս հարցազրույցից մի քանի տասնամյակ հետո, երբ արխիվատանը հայտնաբերեցին նամակները, բացահայտվեց, որ Ռիման ոչ միայն ասում էր, այլև գրում էր նույն բանը։ Բայց ինչու նա երբեք չտվեց այս նամակները Կարենին։ Տարօրինակ պատասխանը կարդացվում է մի այլ նամակում, գրված 1985 թվականին։ Կարեն, երբ ես քեզ այս բանը ասում եմ բարձրաձայն, դու պաշտպանվում ես, գրում էր Ռիման։ Դու ասում ես, որ ես չեմ հասկանում քաղաքականությունը, որ իրավիճակը բարդ է, որ ես դատում եմ որպես կին, ով տեսնում է միայն տան պատերը։ Իսկ երբ ես գրում եմ, ես չեմ սպասում քո պատասխանին։ Ես պարզապես կիսվում եմ քեզ հետ այն, ինչ իրականում մտածում եմ, առանց վախենալու, որ դու կքննադատես կամ կպաշտպանվես։ Այսպես բացահայտվեց ամբողջ տարօրինակ համակարգի սկզբունքը։ Ռիման գրում էր նամակներ, որոնք երբեք չէր տալիս Կարենին, որովհետև այդպես նա կարող էր ազատորեն արտահայտվել, անկեղծորեն։
Առանց վախենալու, որ կվիրավորի, կստեղծի կոնֆլիկտ, կհակասի։ Սա էր նրա մեթոդը՝ պահել իր մտքերի անկախությունը այն աշխարհում, որտեղ ամեն բառը կարող էր մեկնաբանվել որպես քաղաքական հայտարարություն։ Բայց մենք գիտենք, որ Կարենը գիտեր այս նամակների մասին։ Ինչպե՞ս։ Որովհետև 1999 թվականին, մի քանի ամիս նախքան իր սպանությունը ազգային ժողովում, Կարենը տվեց հարցազրույց մի փակ հանդիպման ժամանակ, որի ձայնագրությունը պահպանվել է ընտանեկան արխիվում։ Հարցազրույցի մի պահին նրան հարցրեցին, ինչպես էր հաղթահարում իշխանության մենության զգացումը 1970-ականներին։ Կարենի պատասխանը էր. «Ռիման միշտ ինձ ասում էր ճշմարտությունը։ Երբ բոլորը ինձ գովաբանում էին, նա էր միակը, ով ասում էր. Կարեն, լավ է, բայց ավելի լավ կարող էր լինել։ Երբ ես տանը գալիս էի եւ պատմում իմ հաջողությունների մասին, նա լսում էր, բայց հետո ասում էր. Եվ հիմա ինչ։ Ինչով կարող ես դեռ ավելի լավ դարձնել։ Բայց հետո Կարենը ավելացրեց մի բան տարօրինակ. Հաճախ ես զգում էի, որ նա ավելին էր մտածում, քան ինձ ասում էր։ Երբ նա լռում էր, ես հասկանում էի մտքերում բաներ կային, որոնք նա չէր կարող ասել։ Բայց ես հարգում էի այդ լռությունը։ Ուրեմն Կարենը գիտեր, որ Ռիման պահում էր գաղտնի աշխարհ, իր մտքերի աշխարհ, բայց նա երբեք չպահանջեց, որ նա բացահայտի։ Հիմա հարց. ինչպես էր հնարավոր, որ այս նամակները պահպանվեին 1999 թվականից մինչև 21-րդ դարը։ Ինչու Ռիմա Դեմիրճյանը, ով ապրեց 30-90 տարի առանց Կարենի, երբեք չհրապարակեց, չոչնչացրեց կամ նույնիսկ չխոսեց այս նամակների մասին։ Պատասխանը կայանում է նրա վերջին տարիների տարօրինակ որոշման մեջ։ 23-րդ դարի սկզբին, երբ Ռիման ղեկավարում էր Կարեն Դեմիրճյան բարեգործական հիմնադրամը, նա սկսեց հավաքել ամեն փաստաթուղթ, ամեն լուսանկար, ամեն նամակ, որ վերաբերում էր ամուսնուն։ Հիմնադրամը վերածվեց ոչ միայն բարեգործական կառույցի, այլև մի տեսակ արխիվի, որտեղ պահպանվում էին Կարենի հիշողության բոլոր դրսևորումները։ Բայց կար մի բաժին, որը Ռիման երբեք չբացեց որևէ մեկի համար։ Անձնական արկղ, որում էին այն նամակները, որոնք նա գրել էր 40 տարի առաջ, երիտասարդ կին, ով փորձում էր փրկել ամուսնուն իշխանության թմրությունից։ Երբ Ռիման մահացավ 2021 թվականի դեկտեմբերի 21-րդ օրը, 98 տարեկան հասակում, նա թողեց հրահանգ, որ արկղը բացվի միայն ժամանակի լրացման պահին։ Ինչպես որ ձեռագրությունը հիմնադրամի նախագահին ուղված նրա վերջին նամակում ասում էր. երբ մենք արդեն չկանք, երբ քաղաքականությունը դարձել է պատմություն, երբ վախը փոխարինվել է ազատությամբ, մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը։ Ոչ թե քաղաքական ճշմարտությունը, այդ մենք արդեն գիտենք, այլ մարդկային ճշմարտությունը, թե ինչպես է իշխանությունը փոխում մարդուն եւ ինչպես սերը կարող է դիմադրել այդ փոփոխությանը։ Պատկերացրեք տուն, որը ունի գաղտնի սենյակ։ Ոչ թե ֆիզիկական գաղտնի սենյակ, թաքնված պատի հետևում, այլ հոգևոր տարածություն, որտեղ մարդը կարող է լինել ամբողջովին ինքը, առանց դիմակների, առանց դերերի, առանց հանրության հայացքի։ 2018 թվականին, երբ հիմնադրամի աշխատակիցները վերանորոգում էին Դեմիրճյանների հին տունը Կենտրոն թաղամասում, նրանք հայտնաբերեցին այն, ինչն անմվանեցին Ռիմայի անկյունը։ Փոքրիկ աշխատասենյակ, երկրորդ հարկի ծայրամասում, որտեղ լույսը թափանցում էր միայն հյուսիսային պատուհանից, եւ որտեղ մի հին գրասեղան կանգնած էր պատիքով։ Այս գրասեղանի դարակում, թաքնված բազմաթիվ տնտեսական փաստաթղթերի եւ հին ձեռագրերի տակ, էր պատի կարծր տուփը, որը պարունակում էր նամակները։ Բայց ամենահետաքրքիրը պատուհանի առևտրում էր։ Այնտեղ փոքրիկ փայտե սեղանիկի վրա էր հին թվացյալ, որը դադարել էր աշխատել 1996 թվականին, բայց նրա սլաքները ցույց էին տալիս հենց այն ժամը, երբ Ռիման վերջին անգամ էր աշխատում այս սենյակում՝ 3 ժամ առավոտյան։ Այդ ժամանակն էր, երբ նա գրում էր իր նամակները։ Երբ ամբողջ տունը քնած էր, երբ փողոցներից ձայներ չէին լսվում, երբ միայն Երևանի հեռավոր լույսերը փայլում էին լեռների ստորոտում։ Ինչու էր Ռիման գրում իր նամակները 3 ժամ առավոտյան եւ ոչ թե երեկոյան կամ ցերեկը։ Պատասխանը գտնվում է նրա մի նամակում, որը գտնել են տուփի ամենավերևում, գրված 1986 թվականին, բայց ակնհայտորեն դրված այնտեղ շատ ավելի ուշ։ Այս նամակը տարբերվում էր մյուսներից, ավելի կարճ, ավելի պարզ, ավելի ցավոտ։ Կարեն, երեք երեկոյան, երբ դու տուն եկար եւ պատմեցիր, որ հանդիպել ես Մոսկվայի պատվիրակների հետ, ես տեսա քո աչքերում ուրախությունը, սկսվում էր նամակը։ Դու ասացիր, որ նրանք գովաբանել են Հայաստանի ձեռքբերումները, որ դու դարձել ես օրինակ մյուս հանրապետությունների համար։ Դու խոսում էիր եւ քո ձայնը հնչում էր այնպես, ինչպես երբ դու ինձ առաջին անգամ պատմեցիր քո երազների մասին,
երիտասարդ ինժեների պես, ով ուզում էր կառուցել նոր աշխարհ։ Բայց հետո, երբ դու քնեցիր, ես նստեցի այստեղ, այս անկյունում, եւ հասկացա, որ ես արդեն չեմ ճանաչում քեզ։ Ոչ թե որովհետև դու փոխվել ես արտաքինից, այլ որովհետև դու սկսել ես խոսել որպես իշխանավոր եւ ոչ թե որպես մարդ, ով երբեմն կասկածում էր իր ուղում։ Հետո Ռիման գրեց մի բան, որը բացատրում է, թե ինչու նա գրում էր գիշերվա այդ ժամին։ Ես սպասում եմ մինչև դու քնած ես, որովհետև միայն այդ ժամանակ ես կարող եմ անկեղծ լինել ինձ հետ։ Ցերեկը ես քո կինն եմ, Կարեն Դեմիրճյանի կինը, դասախոսը Պոլիտեխնիկական ինստիտուտից, կինը, ով պարտավոր է պահպանել ժպիտը եւ հոգ տանել, որ ամեն ինչ տանը լինի կարգին։ Բայց գիշերը, երբ դու քնած ես, եւ ես մենակ եմ այստեղ, ես կարող եմ լինել պարզապես Ռիմա, ով վախենում է, որ կորցնում է այն մարդուն, ում սիրել է 30 տարի։ Բայց այս անկյունը չէր միայն վախերի եւ հուսահատության տեղը։ Այն էր նաեւ այն վայրը, որտեղ Ռիման փորձում էր հասկանալ իր սեփական զգացմունքները։ Մի այլ նամակում գրված 1988 թվականին, ճիշտ այն ամիսներին, երբ Կարենի քաղաքական կարիերան սկսեց փլուզվել, Ռիման գրեց մի խոստովանություն, որը ցույց է տալիս նրա ներքին պայքարը։ Երեկ ես ուզում էի քեզ ասել, որ սիրում եմ քեզ։ Ոչ թե այն դու, ով դարձել ես, այլ այն դու, ով եղել ես։ Բայց ինչպես կարող ես սիրել մեկին ընտրովի։ Ինչպես կարող ես ասել, ես ուզում եմ այն մարդուն, ով կար անցյալում, եւ ոչ թե այն մարդուն, ով կանգնած է ինձ առջև այսօր։ Սա անարդար է նրա նկատմամբ, բայց այդպես եմ զգում։ Այս նամակը ավարտվում էր մի հարցով, որը մնում է անպատասխան նույնիսկ այսօր։ Կարող գիտես դու, որ ես գրում եմ այս նամակները։ Գիտես դու, որ գիշերները, երբ դու քնած ես, ես նստում եմ այստեղ եւ խոսում եմ քեզ հետ այնպես, ինչպես երբեք չեմ խոսում ցերեկը։ Եթե գիտես, ինչու ես լռում։ Եթե չգիտես, ինչու ես չհարցնտես։ Ինչու ես չհարցնում, թե որտեղ եմ ես գիշերները։ Բայց կար մեկը, ով գիտեր Ռիմայի գաղտնիքի մասին։ Մարդ, ում անունը երբեք չի հիշատակվել Դեմիրճյանների ընտանեկան պատմություններում, բայց ով խաղաց վճռորոշ դեր նրանց կյանքում։ 2019 թվականին, երբ 5 նախկին անվտանգության աշխատակիցներ համաձայնեցին խոսել Կարեն Դեմիրճյանի սպանության քննության շրջանակում, մեկը, ում նույնականությունը մնում է պաշտպանված, բացահայտեց տարօրինակ մանրամասն։ 1985 թվականից 1988 թվականներին, երբ Կարենի պաշտոնավարման ժամանակ սաստկացել էր հսկողությունը, անվտանգության ծառայությունը պարբերաբար ստուգում էր նրա տանը։ Ոչ բացահայտորեն, Կարենի ներկայությամբ, այլ գաղտնի։ Երբ նա հեռանում էր աշխատանքի, հատուկ մարդիկ մտնում էին տուն, ստուգելով հեռախոսներ, փաստաթղթեր, նույնիսկ անձնական իրեր։ Մենք որոնում էինք ցանկացած նշան, որը կարող էր ցույց տալ նրա հավատարմության թուլացում, ասում էր նախկին աշխատակիցը։ Մոսկվան ուզում էր գիտենալ, արդյոք Կարենը դեռ հուսալի է, թե սկսում է խոսել Հայաստանի շահերից ավելի, քան Սովետական Միության շահերից։ Հենց այդ ստուգումների ընթացքում էր, որ նրանք գտան Ռիմայի անկյունը։ Մի օգոստոսյան օր 1986 թվականին, երբ Կարենը Մոսկվայում էր եւ Ռիման դասավանդում էր Պոլիտեխնիկում, երկու մարդիկ մտան տուն։ Նրանք ստուգեցին Կարենի աշխատասենյակը, ննջասենյակը, նույնիսկ պահարանը։ Բայց երբ մեկը բարձրացավ երկրորդ հարկ եւ տեսավ փոքրիկ սենյակը, Ռիմայի անկյունը, նա հայտնաբերեց գրասեղանը։ Գտավ նամակները։ Կարդաց դրանք։ Ես չէի կարող հավատալ, թե ինչ էի կարդում, պատմեց նախկին աշխատակիցը 2019 թվականին։ Այնտեղ չկար քաղաքական դավադրություն, չկային օտար կապեր, ոչինչ, ինչը կարող էր սպառնալ պետության անվտանգությանը։ Կային միայն մի կնոջ խոսքերը, ուղղված ամուսնուն, խոսքեր լի տառապանքով եւ սիրով։ Բայց նրանք փոխանցեցին զեկույց Մոսկվա։ Զեկույցում նշված էր, որ Ռիմա Դեմիրճյանը գրում է նամակներ, որոնցում քննադատում է ամուսնու վերափոխումները իշխանության ազդեցության տակ։ Որ նա պահում է այս նամակները գաղտնի, որ սա կարող է լինել նշան նրա անվստահության նկատմամբ Կարենի նկատմամբ։ Պատասխանը Մոսկվայից եկավ մի շաբաթ հետո։ 3 բառ. շարունակել հսկողությունը։ Բայց ինչ որ մեկը, ում ինքնությունը մենք երբեք չենք իմանա, որոշեց անել ավելին։ Այդ նույն աշխատակիցը, ով հայտնաբերել էր նամակները, մի երեկո սպասեց, մինչև Ռիման վերադարձավ տուն ուշ ժամին։ Նա մտավ այգու միջով, այնպես որ հարևանները չտեսան, եւ թակեց դուռը։ Երբ Ռիման բացեց, նա տեսավ մի կանաչ համազգեստով մարդու, ում դեմքը ծածկված էր մթության մեջ։ Դուք գիտեք, թե ով եմ ես, հարցրեց մարդը։ Ռիման գիտեր։ Նախկին աշխատակիցի պատմությամբ Ռիմայի դեմքը դարձավ սպիտակ, բայց նա կանգնեց դռան առջև խստորեն։ Ինչ եք ուզում, հարցրեց նա։ Մարդը պատասխանեց. Ես եկել եմ ձեզ զգուշացնելու։ Մենք գտել ենք ձեր նամակները։ Մենք կարդացել ենք դրանք։ Մոսկվան գիտե։
Լռություն հաստատվեց մի րոպե, որը թվում էր հավերժություն։ Հետո Ռիման հարցրեց. «Դուք հանգիստ եք, ես չեմ տեսնում»։ Նա վերջում հավանականություն ընդունեց ու հանգիստ մնալով Ռիման հարցրեց. «Դուք կասեք Կարենին»։ Մարդը պատասխանեց. «Ոչ, բայց դուք պետք է իմանաք, նրանք հսկում են ձեզ։ Եթե դուք գրում եք այն, ինչ մտածում եք ձեր ամուսնու մասին, դրանք կարող են մեկնաբանվել որպես քաղաքական անհավատարմություն, հասկանում եք»։ Բայց Ռիման չդադարեց գրել։ Ավելին, հենց այդ օրվանից հետո նրա նամակները դարձան ավելի համարձակ։ Այն նամակը, որը նա գրեց 1986 թվականի սեպտեմբերի 11-րդ օրը, հենց մի շաբաթ այս զգուշացումից հետո։ Սկսվում էր այսպես. «Կարեն, այսօր մարդ մտավ մեր տուն եւ ասաց ինձ, որ նրանք կարդացել են ինչ-որ բան, ինչ ես գրել եմ։ Նա չասաց ինչ, բայց ես գիտեմ, խոսքը այս նամակների մասին է»։ Բայց հետո նամակն անսպասելիորեն շարունակվում է այսպես. «Իսկ իմը, ես պարտք եմ դադարեցնել խոսել քեզ հետ, որովհետև մարդիկ, ում չեմ ճանաչում, որոշել են հսկել ինչ եմ մտածում։ Ես պարտք եմ դադարեցնել լինել ինքս ինձ, որովհետև մենք ապրում ենք համակարգում, որտեղ նույնիսկ կնոջ սերը կարող է հայտարարվել սպառնալիք»։ Ռիման ավարտեց այդ նամակը մի խոստումով, որը նա պահպանեց մինչև վերջ. «Ես շարունակելու եմ գրել քեզ, Կարեն, նույնիսկ եթե նրանք կարդում են ամեն բառ, որովհետև այս նամակները միակ տեղն են, որտեղ ես կարող եմ լինել ազնիվ։ Եթե նրանք կարծում են, որ սա դավադրություն է, թող կարդան։ Թող տեսնեն, որ իսկական դավադրությունը սեր է, սեր, որը չի կորչում, նույնիսկ երբ իշխանությունը փորձում է վերափոխել ամեն ինչ»։ Բայց վերջապես ամենավտանգավորը չէր այն, ինչ Ռիման գրում էր նամակներում։ Վտանգավոր էր այն, ինչ նա չէր գրում։ Երբ 2021 թվականին արխիվատանները ուսումնասիրում էին նամակները, նրանք նկատեցին տարօրինակ բան։ 1982 թվականից 1985 թվականներին նամակների թիվը կտրուկ նվազեց։ Եթե նախորդ տարիներին Ռիման գրում էր գրեթե ամեն շաբաթ, ապա այս ժամանակահատվածում միայն մի քանի նամակ տարում։ Ինչու՞։ Մի հին ընկերուհու, Անահիտ Հովանիսյանի, ով ապրում է այժմ Վիեննայում եւ համաձայնեց խոսել հեռախոսով, պատմությամբ հենց այդ տարիներին Ռիման սկսեց անհանգստանալ ոչ միայն Կարենի փոփոխությունների համար, այլև իր սեփական առողջության համար։ «Մենք հանդիպում էինք 3 ամիսը մեկ անգամ, կիրակի օրերին, ինստիտուտի հին դասընկերների հետ», պատմում է Անահիտը։ 1982 թվականի աշնանը Ռիման եկավ մեր հանդիպման, բայց նա թվում էր այլ մարդ։ Նիհար։ Գունատ։ Երբ մենք հարցրինք ամեն ինչ լավ է, նա ժպտաց եւ ասաց. «Ուղղակի հոգնած եմ աշխատանքից»։ Բայց իրականում, ինչպես հետագայում պարզվեց, Ռիման սկսել էր տառապել անքնությամբ եւ հավանաբար վախից։ Ոչ թե քաղաքական վախից, այլ ավելի խորքային։ Վախ, որ կորցնում է ամենակարևորը։ Մի նամակում գրված 1982 թվականի դեկտեմբերին Ռիման խոստովանեց մի բան, որը նա երբեք չէր ասել Կարենին։ «Ես վախենում եմ, որ մի օր արթնանալու եմ եւ դու կլինես օտար մարդ։ Ես վախենում եմ, որ քո աչքերը, որոնք ես սիրել եմ 30 տարի, այլևս չեն նայելու ինձ նույն ջերմությամբ։ Բայց ամենաշատ վախենում եմ, որ ես այլևս չեմ զգա անհրաժեշտությունը գրել քեզ, որովհետև կիմանամ դու այլևս չես այն մարդը, ում ես ուզում էի ասել այս բաները»։ Նամակի ավարտում նա գրեց. «Եթե դու երբևէ կարդաս այս նամակները, դու կհասկանաս, որ ես փորձեցի քեզ պահել, ոչ թե իշխանության մեջ, այլ իմ սիրո մեջ»։ 2019 թվականին, երբ Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցները սկսեցին թվայնացնել Կարեն Դեմիրճյանի ժառանգությունը, նրանք բախվեցին անբացատրելի բանի։ Պաշտոնական հավաքածուից բացակայում էին 1985-ից 1988 թվականների փաստաթղթերի մեծ մասը։ Ոչ թե կորել էին պատահականորեն, ոչնչացվել էին մեթոդաբար։ Յուրաքանչյուր գործի ներսում, որտեղ պետք է լիներ կենտրոնական կոմիտեի նիստերի արձանագրությունը, Մոսկվայի հետ նամակագրությունը, անցքվայի հետ նամակագրությունը, անձնական ծանոթագրությունները, մնացել էր միայն դատարկ բաժին եւ կարճ նշում. փաստաթղթերը ենթակա չեն պահպանման։ Բայց ով որոշեց, թե որոնք են ենթակա։ Ով մտավ արխիվ մի գիշեր եւ ընտրեց ինչը պետք է մնա եւ ինչը պետք է անհետանա։ Պատասխանը գտնվում է ոչ թե պաշտոնական արխիվում, այլ Ռիմայի անձնական հավաքածուում։ Երբ 2021 թվականին բացեցին նրա անձնական արկղը Էրեբունի բժշկական կենտրոնում, ներսում էր փոքրիկ սև տետր։ Ոչինչ չէր գրված կազմին, ոչինչ չէր բացատրում, թե ինչու Ռիման պահել էր այն իր ամենաանձնական իրերի մեջ։ Բայց երբ բացեցին առաջին էջը, տեսան Ռիմայի ձեռագիր աղյուսակ։
15 տողով, 15 կետ, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում էր փաստաթուղթ, որը Կարենը պահպանում էր տանը, իր անձնական աշխատասենյակում։ Աղյուսակում նշված էր, որտեղ է պահվում, ինչ է պարունակում եւ ամենակարևորը, ինչու է վտանգավոր։ Առաջին կետը խոսում էր Լեռնային Ղարաբաղի շարժման առաջին օրերի մասին։ Փետրվար 1988։ Կարենի անձնական ծանոթագրություններ։ Ստեփանակերտից զանգերի մասին։ Հետո կարճ բացատրություն։ Մոսկվան պահանջեց ճնշել ցույցերը։ Կարենը գրել է. «Չեմ կարող կրակել սեփական ժողովրդի վրա»։ Երկրորդ կետը խոսում էր Մոսկվայի հետ գաղտնի հանդիպման մասին։ 1988 թվականի մարտ։ Միխայիլ Գորբաչովը կանչել է Կարենին անձամբ։ Խոսել են 4 ժամ։ Կարենը վերադարձել է եւ գրել. «Նրանք պահանջում են, որ ես ընտրեմ Երևան, թե կարիերա»։ Բայց ամենաշոկայինը երրորդ կետում էր։ Ապրիլ 1988։ Անանուն նամակ, ուղարկված Կարենին, զգուշացնելով կենտրոնական լով, կենտրոնական կոմիտեում կա մարդ, ով տեղեկություններ է փոխանցում Մոսկվա նրա դեմ։ Կարենը պահել է այս նամակը, բայց երբեք չի փնտրել դավաճանին։ Ինչու։ Ինչու էր Կարենը, ով 6 տասնամյակներ ղեկավարել էր Հայաստանը անզիջում ձեռքով, ընտրում էր անտեսել այն, որ ինչ-որ մեկը նրա ամենամոտ շրջապատից ապրում էր կրկնակի կյանք։ Ռիմման գիտեր պատասխանը։ Նույն տետրի երկրորդ էջում, գրված մատիտով ավելի ուշ ժամանակ, նա բացատրեց. Կարենը ասաց ինձ 1988 թվականի մայիսին, երբ ես հարցրի նրա մասին այս անանուն նամակի մասին։ Նա ասաց. «Ռիմմա, եթե ես սկսեմ փնտրել ով է դավաճանը, ես պետք է կասկածեմ բոլորին։ Եթե կասկածեմ բոլորին, ես այլևս չեմ կարող աշխատել։ Ես ընտրում եմ հավատալ, որ նրանք բոլորը հավատարիմ են, նույնիսկ եթե գիտեմ, մեկը կեղծավոր է»։ Սա չէր թուլություն։ Սա էր Կարենի վերջին փորձը պահել իր աշխարհը անթոթափելի, մի ժամանակ, երբ ամեն ինչ փլուզվում էր։ Բայց Ռիմման գիտեր, այս ընտրությունը կարժենար նրան ամեն ինչ։ Ռիմմայի տետրի 5-րդ կետը նկարագրում էր փաստաթուղթ, որը Կարենը պահպանում էր իր անձնական պահարանում։ Ազգային անվտանգության ծառայության ներքին հաշվետվություն։ Կոդը ԿՀՍՇ 72։ Պարունակություն։ Վերլուծություն Կարենի հոգեբանական վիճակի մասին։ Ինչու էր Կարենը պահում փաստաթուղթ, որը գրվել էր նրա մասին, նրա հաստատության կողմից, անց նրա գիտելիքից։ Ինչու էր նա պահում ապացույցը, որ նրան հսկում էին։ Ռիման գրել էր պատասխանը տետրի եզրին։ Կարենը ցույց տվեց ինձ այս փաստաթուղթը 1985 թվականի հոկտեմբերին։ Նա ասաց. «Ես ուզում եմ, որ դու տեսնես, թե ինչ են նրանք մտածում իմ մասին»։ Փաստաթղթում գրված է. Դեմիրճյանը ցուցաբերում է դուալիզմի նշաններ։ Հրապարակայնորեն աջակցում է կենտրոնին, բայց մասնավոր զրույցներում արտահայտում է համակրանք Հայաստանի ազգային շարժմանը։ Խորհուրդ է տրվում ուժեղացնել հսկողությունը։ Բայց ինչու են բոլոր այս փաստաթղթերը, որ Կարենը պահպանել էր իր անձնական հավաքածուում, անհետացել արխիվից։ Ով էր մուտք ունեցել, ով իրավունք ուներ որոշելու ինչը պետք է մնա եւ ինչը պետք է ոչնչացվի։ 2019 թվականին արխիվի տնօրեն Արամ Սարգսյանը կատարեց համեմատական վերլուծություն։ Նա համեմատեց Ռիմմայի ցուցակը արխիվի իրական բովանդակության հետ։ 15 կետից 13-ը բացակայում էին։ Միայն 2-ը մնացել էին պաշտոնական ելույթները, որոնք արդեն հրապարակված էին թերթերում։ Բոլոր անձնական ծանոթագրությունները, բոլոր գաղտնի նամակագրությունները, բոլոր փաստաթղթերը, որոնք ցույց էին տալիս Կարենի ներքին պայքարը, բոլորը անհետացել էին։ Ասում էին, որ դրանք ոչնչացվել էին 1999 թվականին, ճիշտ Կարենի սպանությունից հետո։ Ասում էին, որ հրամանը եկել էր վերևից։ Բայց ովքեր։ Ռիմմայի տետրի վերջին էջում կար մի նախադասություն, որը նա գրել էր 2001 թվականին, 2 տարի Կարենի մահից հետո։ Նրանք ոչնչացրեցին փաստաթղթերը, որովհետև փաստաթղթերը ցույց էին տալիս ճշմարտությունը։ Ճշմարտություն, որը կբացահայտեր, թե ով դավաճանեց Կարենին։ Ճշմարտություն, որը կբացահայտեր, թե ինչու էր նա իրականում հեռացվել իշխանությունից։ Ճշմարտություն, որը կբացահայտեր, թե ով շահեց նրա մահից։ Դա չէր պարանոյա։ Դա էր մի կնոջ վերջին փորձը պահպանել ամուսնու հիշատակը, նույնիսկ երբ պատմությունը գրվում էր նրանց կողմից, ովքեր ուզում էին, որ ճշմարտությունը անհետանա։ 1986 թվականի աշունը Կարեն Դեմիրճյանը տարածեց 5 կիլոգրամ։ Դա չէր պարզապես թիվ, դա էր նշան։ Երբ դու ղեկավարում ես հանրապետություն 12 տարի, երբ քեզ շրջապատում են սննդի առատությունը եւ պետական ընդունելությունները, երբ քո սեղանին միշտ լավագույն ուտեստներն են, քաշը չպահելը նշանակում է, որ ներսումդ ինչ-որ բան սկսել է կեր հոգուտ։
Ռիման նկատեց առաջինը։ Նա գրեց այդ մասին մի նամակում, որը գտնվեց նրա անձնական տուփի խորքում։ Կարեն, երեկ երեկոյան, երբ դու հանեցիր քո կոստյումը, ես տեսա, որ քո վերնաշապիկը ազատ էր թիկունքում։ Քո աջունները սկսել են ելնել։ Քո դեմքը սկսել է հուսահատ հայացք ստանալ, նույնիսկ երբ ժպտում ես։ Նա չգրեց այս նամակը հուզմունքից։ Նա գրեց այն, որովհետև տեսավ այն, Ինչը ոչ ոք չէր տեսնում հանրային լուսաբանված բեմում։ բայց քաշը կորցնելը միայն սկիզբն էր։ Ռիման պահպանել էր ամբողջ տետր, նվիրված Կարենի ֆիզիկական փոփոխություններին 1986-ից 1988 թվականներին։ Տետր, որը նա լրացնում էր ամեն օր, կարծես բժշկական ամսագիր պահպանելիս։ Յուրաքանչյուր օրվա համար կարճ նկարագրություն։ 1986 նոյեմբերի 13-ը։ Կարենը արթնացավ ժամը 5-ին, 3 ժամ նախքան զարթուցիչը։ Ասաց չէր կարողանում քնել, մտածում էր Ստեփանակերտի խնդրի մասին։ 3 շաբաթվա ընթացքում նշումները կրկնվում էին, մերժում էր ճաշել, երկար լռում էր հայելու դիմաց, աչքերը չէին ծիծաղում։ Ռիմայի տետերը ցույց էր տալիս պատմություն, որը ոչ մի պաշտոնական կենսագրություն երբեք չէր պատմի։ Պատմություն իշխանության ֆիզիկական գնի մասին։ 1987 թվականի հունվարին Կարենը սկսեց կորցնել մազերը։ Ոչ թե ընդհանուր, այլ կոնկրետ տեղերում, գրունտները մոտ։ Բժիշկը ասաց սթրես, Գրեց Ռիման։ Բայց Կարենը մերժեց ընդունել։ Նա ասաց. Ես չունեմ սթրես, ես պարզապես հոգնած եմ։ բայց հոգնածությունը չէր բացատրում մնացած ամեն ինչը։ Չէր բացատրում, թե ինչու Կարենի ձեռքերը սկսեցին դողալ, երբ նա ստորագրում էր փաստաթղթեր։ Չէր բացատրում, թե ինչու նա սկսեց խոսել քնի մեջ անհասկանալի բառեր, որոնք Ռիման չէր կարող հասկանալ, բայց որոնք հնչում էին ինչպես աղաչանք։ Չէր բացատրում, թե ինչու 1988 թվականի փետրվարին, հենց այն ամիսը, երբ Լեռնային Ղարաբաղում սկսվեցին ցույցերը, Կարենի դեմքը ստացավ մոխրագույն երանգ, որը չէր անհետանում նույնիսկ արևի տակ։ Մի անկախ թերապևտ, որը խնդրեց անանուն մնալ, բայց ով խոսեց 2020 թվականին, վերլուծեց Ռիմայի նկարագրությունները եւ եզրակացրեց. դրանք ամբողջովին համապատասխանում են քրոնիկական սթրեսի եւ հնարավոր դեպրեսիայի կլինիկական պատկերին։ Քաշի կորուստ, անքնություն, ախորժակի բացակայություն, դողացող ձեռքեր, մոխրագույն մաշկ, սրանք բոլորը մարմնի ազդանշաններ են, Որ մարդը ապրում է չափազանց մեծ հոգեբանական ճնշման տակ։ Բայց Կարենը երբեք չխոսեց այս մասին։ երբեք չընդունեց, որ իշխանությունը կերում էր նրան ներսից։ Նա շարունակեց ելնել բեմ, շարունակեց ելույթներ ունենալ, շարունակեց ժպտալ հեռուստացույցով։ Իսկ տանը, երբ միայն Ռիման էր հարևանությամբ, նա նստում էր կաբինետի մթության մեջ եւ լռում էր ժամերով։ Բայց ամենավախեցնողը եկավ 1988 թվականի մարտին։ Ռիման գրեց այդ օրվա մասին մի էջով նամակում, որը նա երբեք չհամարձակվեց ավարտել։ Կարենը վերադարձավ տուն ուշ գիշերը։ Նա մտավ ներս առանց խոսքի։ Նստեց աթոռի վրա մութ սենյակում։ Ես հարցրի. Կարեն, ամեն ինչ լավ է։ Նա նայեց ինձ, եւ իր աչքերում ես տեսա մի բան, որը երբեք չէի տեսել։ Վախ։ Ոչ թե վախ թշնամուց, վախ իրեն ինքնից։ Նա ասաց միայն մեկ նախադասություն. Ռիմա, ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ։ Սա էր առաջին անգամը, երբ Կարենը ընդունեց անորոշությունը։ Առաջին անգամը, երբ նա թույլ տվեց Ռիմային տեսնել, որ տատակդիր սպիտակ դիմակը, որով նա պաշտպանում էր իր հանրային դեմքը, Փշրվել էր։ իսկ երբ դիմակը փշրվում է, թափանցում է ճշմարտությունը։ Ճշմարտություն, որ Կարենը 14 տարի սպառել էր իր կյանքը, եւ հիմա մնացել էր դատարկություն։ Սակայն մեծ պատկերում Կարենի ֆիզիկական եւ հոգեբանական քայքայումը միայն ծխի պես էր, որը ծածկում էր իսկական հարցը։ Ով շահեց։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, երբ Կարենի արյունը դեռ չէր չորացել խորհրդարանի հատակին, մի մարդու անունը սկսեց հայտնվել բոլոր գործերում։ Մի մարդ, ով 10 տարի շարունակ մնացել էր երկրորդական դերում, հանկարծ դարձավ անփոխարինելի։ Մի մարդ, ով երբեք չէր ներկայացել Կարենի ուղիղ մրցակից, բայց ով հենց 99-ի անհայտ դերասանները դուրս եկավ բեմ, արդեն որպես գլխավոր հերոս։ Նրա անունը Ռիման երբեք չգրեց իր տետրերում, չէր հանդգնել, բայց 2019 թվականին, երբ արխիվիստները ուսումնասիրում էին ոչնչացված փաստաթղթերի ցուցակը, Նրանք նկատեցին օրինաչափություն։ Բոլոր կորած փաստաթղթերում կար մի ընդհանուր թել։ Բոլորը խոսում էին մի մարդու մասին։ բոլորը պարունակում էին մի մարդու անունը։ Մարդու, ով այսօր զբաղեցրել է այն աթոռը, որը մի ժամանակ պատկանում էր Կարենին։
մարդու, ով արթնացավ հարուստ հենց այն առավոտյան, երբ Կարենի դագաղը իջեցնում էին գետնի տակ։ Վերադառնանք 1978 թվականին, երբ ամեն ինչ դեռ կարելի էր փրկել։ Երբ Ռիման դեռ կարող էր նայել Կարենի աչքերին եւ տեսնել այն մարդուն, ում սիրահարվել էր 30 տարի առաջ։ Երբ Կարենը դեռ վերադառնում էր տուն եւ առաջին բանը, որ անում էր, փնտրում էր Ռիմայի ձեռքը։ Բայց նույնիսկ այն երջանիկ տարիներին մի մարդ արդեն սերմեր էր ցանում դավաճանության։ Մի մարդ, ով նստում էր Կարենի սեղանի մոտ, խմում նրա հետ, ծիծաղում նրա կատակներին եւ ուղակի սպասում էր իր պահին։ Վիկտոր Համբարձումյանը։ Այս անունը երբեք չէր հիշատակվում Բարձրաձայն Դեմիրճյանների տանը, բայց 1995 թվականին, երբ Ռիման սկսեց կազմակերպել Կարենի արխիվը, նա պատահաբար գտավ հին ծրար նամակների, հասցեագրված Կարենին։ Նամակներ, որոնք եկել էին 1978-ից 1988 թվականներին։ Նամակներ ամբողջ լի հարգանքով, հավատարմության երդումներով, քաղցր բառերով։ Բոլորը ստորագրված ձեր հավատարիմ Վիկտոր։ Բայց հետո Ռիման գտավ ուրիշ բան։ Փոքրիկ ծանոթագրություն Կարենի ձեռագրով, թղթի ծայրին, գրված կարմիր մատիտով։ Վիկտորը ուղարկել է զեկույց Մոսկվա։ Պարզվեց 2 օր հետո։ Սակայն չեմ կարող հավատալ։ Չեմ ուզում հավատալ։ Ինչպես է հնարավոր։ Դու գիտես, որ քեզ մոտիկ մարդը դավաճան է, բայց շարունակում ես նրան վստահել։ Ինչպես է հնարավոր։ Դու տեսնում ես սարսափը քո կնոջ աչքերում, երբ նա հարցնում է, ինչու Վիկտորը դեռ քո աշխատասենյակում է, եւ դու պատասխանում ես, որովհետեւ նրա հայրը իմ հին ընկերն էր։ Սա չէր թուլություն։ Սա էր վերջին փորձը պահպանել հավատը մարդկության նկատմամբ։ Վերջին փորձը չվերածվել պարանոիկ, ով կասկածում է բոլորին։ Բայց այդ ընտրությունը արժանալու էր ամեն ինչ, որովհետև երբ 1988 թվականի ապրիլին Մոսկվան վերջնականապես որոշեց Կարենին հեռացնել, Վիկտոր Համբարձումյանը արդեն պատրաստել էր փաստաթղթերի փաթեթը։ Փաստաթղթեր, որոնք ապացուցում էին Դեմիրճյանը կորցրել է կենտրոնի վստահությունը։ Փաստաթղթեր, որոնք նա հավաքել էր 10 տարի շարունակ, նստելով Կարենի սեղանի մոտ, լսելով նրա անկեղծ խոսքերը եւ գրանցելով ամեն մի նախադասություն։ Ռիման գիտեր։ Նա գրել էր մի նամակ 1988 թվականի մարտին, ամիս առաջ Կարենի պաշտոնաթողությունից։ Այդ նամակը գտնվել էր տուփի ամենախորը, միայն մի քանի տող, բայց դրանք այրում էին ինչպես կրակ։ Կարեն, երեկ ես տեսա Վիկտորին դուրս գալիս քո աշխատասենյակից։ Նա ժպտում էր, բայց դա չէր իսկական ժպիտ, դա էր հաղթողի դեմքը։ Կարեն, խնդրում եմ, հեռացրու նրան, խնդրում եմ, նախքան ուշ է։ Բայց Կարենը չլսեց։ Կամ լսեց, բայց չկարողացավ հավատալ, որովհետև հավատալը նշանակում էր ընդունել, որ 10 տարի շարունակ նա ապրել է կեղծիքի մեջ, ընդունել, որ մարդը, ում նա համարում էր որդու պես, իրականում դիտարկում էր նրան որպես թիրախ։ Իսկ հիմա, 21 թվականին, երբ Վիկտոր Համբարձումյանը նստում է իր մեծ աթոռին եւ տալիս է հարցազրույցներ պատմության մասին, երբ նա պատմում է, թե ինչպես փրկեց Հայաստանը 1990-ական թվականներին, ով է հիշում, որ նրա սենյակում կախված է Կարեն Դեմիրճյանի լուսանկարը։ Լուսանկար, որտեղ Կարենը կանգնած է որպես հզոր, վստահ, անկեղծ։ Լուսանկար, որը Վիկտորը պահում է ոչ թե որպես հարգանք, այլ որպես գործունեության տրոփ է։ Որովհետև դավաճանությունը չի իմաստավորվում առանց ապացույցի, որ դու եղել ես այնտեղ, կողքին այն մարդուն, ում դու դանակահարեցիր մեջքից։ 1999 թվականի հոկտեմբերի 26-ը 24 ժամ առաջ այն օրվա, որը կփոխեր ամեն ինչ։ Կարենը արթնացավ վաղ առավոտյան, ժամը 5-ին։ Ռիման արդեն արթուն էր։ Նա նստած էր խոհանոցում, թեյի բաժակ ձեռքին, եւ երբ Կարենը մտավ, նա տեսավ իր աչքերում մի բան, որը նրան սարսափեցրեց։ Խաղաղություն։ Տարօրինակ անբնական խաղաղություն։ Կարծես Ռիման որոշել էր ինչ-որ բան, եւ այդ որոշումը նրան ազատել էր։ Կարեն, մի գնա այսօր խորհրդարան, ասաց Ռիման։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց հաստատակամ։ Կարենը նստեց նրա կողքին եւ բռնեց նրա ձեռքը։ Ինչու՞, հարցրեց նա։ Ռիման պատասխանեց. Ես երազ տեսա երեկ։ Երազ, որտեղ դու չվերադարձար տուն։ Կարենը քիչ մի ժպիտ փորձեց, բայց դա չհաջողվեց։ Նա գիտեր, Ռիման երբեք չէր խոսում երազների մասին առանց պատճառի։ Նա գիտեր, երբ Ռիման ինչ-որ բան զգում էր, դա չէր պարզապես զգացում։ Դա էր նախազգացում, որը Կարենը սովորել էր հարգել 30 տարվա ընթացքում։ Բայց Կարենը գնաց։ Նա պարտավոր էր գնալ, որովհետև այդ օրը նա պետք է ելույթ ունենար ազգային ժողովում, ելույթ, որը նա պատրաստել էր 2 շաբաթ, ելույթ, որը պետք է խոսեր Հայաստանի ապագայի մասին,
ելույթ, որը պետք է հույս տար ժողովրդին։ Նա չէր կարող չգնալ, նույնիսկ եթե Ռիման աղաչում էր, նույնիսկ եթե նրա աչքերում կար այն խաղաղությունը, որը սովորաբար երևում է մարդկանց դեմքերին, երբ նրանք գիտեն, ինչ որ բան անդառնալի է։ Ռիման ուղեկցեց նրան դուռ։ Նա կանգնեց շեմին եւ նայեց, թե ինչպես Կարենը նստում է մեքենայում։ Վարորդը արդեն սպասում էր։ Մեքենան շարժվեց, իսկ Ռիման մնաց կանգնած այնտեղ, մի քանի րոպե, նայելով հետևից, մինչև մեքենան անհետացավ փողոցի ծայրում։ Հետո նա մտավ տուն, բարձրացավ երկրորդ հարկ եւ նստեց իր անկյունում։ Նա վերցրեց մատիտը, բացեց թուղթը, իսկ հետո սկսեց գրել վերջին նամակը, որը նա երբևէ գրելու էր Կարենին։ Նամակ, որը նա երբեք չէր տալու նրան, բայց որը նա պետք է գրեր, որովհետև այդ պահին նա հասկացավ, այս կարող էր լինել վերջին հնարավորությունը խոսել նրա հետ այնպես, ինչպես նա միշտ ուզել էր խոսել, առանց վախի, առանց գրաքննության, առանց քաղաքական շերտերի։ Կարեն, եթե դու երբևէ կարդաս այս նամակը, դա նշանակում է, որ ես սխալվեցի։ Դա նշանակում է, որ դու վերադարձար տուն, եւ մենք կարող ենք դեռ շատ տարիներ ապրել միասին։ Բայց եթե դու չես կարդում, եթե այս նամակը մնում է այս դարակում անդառնալի վկայություն որպես, ապա գիտես, ես սիրեցի քեզ ամեն օր, նույնիսկ այն օրերը, երբ դու դարձար ուրիշ մարդ։ Սիրեցի այն մարդուն, ով դու եղար, եւ սիրեցի նաեւ այն մարդուն, ով դու էիր։ Ռիման ավարտեց նամակը ժամը 12-ին։ Նա ծալեց թուղթը, դրեց ծրարի մեջ եւ պահեց դարակում։ Իսկ հետո նա նստեց այնտեղ սպասելով հեռախոսի զանգին, որը պետք է տար լուրը, որը կփոխեր նրա կյանքը ընդմիշտ։ Զանգը եկավ ժամը 5:35-ին։ Ռիման շարժվեց դեպի հեռախոս ծանր քայլերով։ Նա բարձրացրեց խողովակը, լսեց։ Իսկ հետո, առանց արցունքի, առանց ճիչի, նա պարզապես նստեց հատակին եւ մնաց այնտեղ, պահելով խողովակը ձեռքում, մինչև մյուս կողմից ձայները դադարեցին։ 1999 թվականի նոյեմբեր, մի ամիս Կարենի սպանությունից հետո։ Երևանը թաղված էր մշուշի մեջ, հոգևոր մշուշի։ Մարդիկ քայլում էին փողոցներով լուր, կարծես վախենալով, որ բարձր ձայնով խոսելը կարող է հանգեցնել նոր ողբերգության։ Բայց մի տուն էր, որտեղ լռությունը ավելի խորն էր, քան ուրիշ տեղերում, Դեմիրճյանների տունը, որտեղ Ռիման նստում էր մենակ, շրջապատված նամակներով, լուսանկարներով եւ հիշողություններով նրա միակ ընկերները։ Նա չէր լացում։ Ամիս է չէր լացել։ Կարծես արցունքները չորացել էին նրա ներսում։ Բայց մի օր եկավ այցելու Վիկտոր Համբարձումյանը։ Նա կանգնած էր դռան առջև, սև կոստյումով, ձեռքում ծաղիկներ, դեմքին արհեստական տխրության դիմակ։ Նա սկսեց խոսել. Տիկին Դեմիրճյան, ես եկել եմ հարգանք տալու Կարենի հիշատակին։ Բայց Ռիման չի թողնել նրան ավարտել։ Նա նայեց նրա աչքերին, այնպես ուղիղ, այնպես սառը, որ Վիկտորը կանգ առավ։ Իսկ հետո Ռիման ասաց մի նախադասություն, որը նա պահպանել էր մի ամիս շարունակ։ Մի նախադասություն, որը նա պետք է ասեր այն մարդուն, ով արժանի էր լսելու։ Դուք ապրում եք Կարենի կյանքում։ Դուք նստում եք նրա աթոռին։ Դուք ստորագրում եք փաստաթղթերը նրա անունից։ Բայց դուք երբեք, լսում եք, երբեք չեք լինի այն, ինչ նա էր։ Որովհետև նա եղավ մարդ, ով սխալվեց հավատալով քեզ։ Իսկ դու դարձար մարդ, ով կործանեց այդ վստահությունը։ Վիկտորը փորձեց պատասխանել, բայց Ռիման փակեց դուռը նրա դեմքին։ Նա գիտեր, ապացույցներ չկան։ Նա գիտեր, արդարադատություն չի լինի։ Բայց նա կարողացավ անել միակ բանը, որը մնացել էր նրա իշխանության տակ։ Նա հրաժարվեց ներել։ Իսկ երբ դավաճանը չի ստանում ներողություն, երբ նա ապրում է իմանալով, որ գոյություն ունի մեկը, ով գիտի ճշմարտությունը, ապա այդ գիտելիքը դառնում է բեռ, որը նա կրում է մինչև վերջ։ 2013 թվականին մի հարցազրույցում, որը տվեց անանուն լրագրողին, Ռիման ասաց. Կարենի սպանությունը չլուծվեց։ Պաշտոնապես լուծվեց, բայց իրականում ոչ, որովհետև իսկական սպանիչը չէր այն տղանով կրակեց։ Իսկական սպանիչն էր այն համակարգը, որը թույլ տվեց, որ դավաճանները բարձրանան վեր։ Համակարգ, որտեղ հավատարմությունը դարձավ թուլություն, իսկ դավաճանությունը ուժ։ Բայց ով իրականում շահեց։ 2020 թվականին տնտեսագետների խումբը կատարեց հետազոտություն, վերլուծելով սեփականության վերաբաշխումը 1999 թվականից մինչև 2000 թվականը։ Նրանք հայտնաբերեցին, որ 5 հիմնական ընկերություններ, որոնք պատկանում էին պետությանը Կարենի ղեկավարման ժամանակ, անցան մասնավոր ձեռքերի։ Որոնց ձեռքերի։ Այն մարդկանց, ովքեր նստում էին ազգային ժողովում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Այն մարդկանց, ովքեր վերապրեցին հրաձգությունը։
այն մարդկանց, ովքեր պատահաբար չէին գտնվում խորհրդարանի հատակին, երբ կրակոցները սկսվեցին։ 5 ընկերություններ, որոնց արժեքը այսօր հաշվվում է հարյուրավոր միլիոններով։ Պատահականություն։ 2021 թվականի դեկտեմբերի 21-ը, երբ Ռիմա Դեմիրճյանի սիրտը դադարեց զարկել Էրեբունի բժշկական կենտրոնում, նրա մահճակալի կողքին չկար ոչ ոք։ Ոչ զավակներ, ոչ հարազատներ, նրանց չկար։ Միայն բուժքույրը, ով պահպանում էր նրա վերջին ժամերը։ Բայց Ռիման չէր մենակ։ Նա ապրեց 88 տարի, ամբողջ հասուն կյանքը որպես Կարեն Դեմիրճյանի կին, վերջին 22-ը որպես նրա վդովա։ 62 տարի նա պահեց գաղտնիք, որը հիմա մենք գիտենք։ Գաղտնիք, որը ցույց է տալիս, թե ինչպես է սերը դիմադրում իշխանությանը, ինչպես է հավատարմությունը պայքարում դավաճանության դեմ, եւ ինչպես է մի կնոջ ձայնը, գրված գաղտնի նամակներով, մնում անմահ։ Ինչ պատահեց դավաճանին։ Վիկտոր Համբարձումյանը կարիերա շարունակեց, նստեց Կարենի աթոռին, եղավ համարվեց որպես փրկիչ։ Բայց նա երբեք չկարողացավ ազատվել Ռիմայի նայվածքից, այն սառը, անողոք նայվածքից, որով նա նայեց նրան այդ նոյեմբերյան օրը։ 2019 թվականին Վիկտորը հրաժարական տվեց առողջական պատճառներով։ Նա հեռացավ հանրային կյանքից, հեռացավ լույսերից։ Ասում են, նա ապրում է ինչ-որ վիլլայում լեռներում, որտեղ ոչ ոք չի այցելում նրան։ Ասում են, նա գիշերները չի քնում։ Ինչ եղավ Հայաստանի հետ։ Երկիրը փոխվեց։ Կարենի սպանությունից հետո Հայաստանը մտավ երկար մութ շրջան, անկայունության, կոռուպցիայի, դվավաճանության։ Տարիներ անցան, նախագահներ փոխվեցին, բայց ժողովուրդը երբեք չմոռացավ։ Երբ 2018 թվականին փողոցները կրկին լցվեցին ցույցերով, երբ ժողովուրդը պահանջեց արդարություն, Շատերը պահում էին Կարենի լուսանկարները։ ոչ թե որովհետև նա կատարյալ էր, այլ որովհետև նա խորհրդանշում էր այն, ինչ կարող էր լինել, եթե դավաճանությունը չհաղթեր։ Իսկ նամակները, այն գաղտնի նամակները, որոնք Ռիման գրեց 14 տարի շարունակ։ Դրանք այժմ պահպանվում են ազգային արխիվում, թվայնացված, պաշտպանված, հասանելի հետազոտողներին։ Երբ կարդում ես այդ էջերը, տեսնում ես ոչ թե քաղաքական պատմություն, տեսնում ես սիրո պատմություն։ Սեր, որը փորձեց փրկել մարդուն իշխանությունից։ Սեր, որը պարտվեց, բայց երբեք չհանձնվեց։ Սեր, որը գրվեց գիշերվա խավարում, երբ ամբողջ աշխարհը քնած էր, եւ միայն մի կին արթուն էր, գրելով իր ամուսնուն նամակներ, որոնք նա երբեք չէր տալու։ Բայց մի հարց մնում է անպատասխան։ Ով իրականում կանգնած էր բոլոր այդ դեպքերի հետևում։ Ով պլանավորեց ոչնչացումը։ Ով շահեց։ Արխիվները լուռ են։ Վկաները մահացել են կամ վախենում են խոսել։ Պաշտոնական տարբերակը փակված է, բայց Ռիմայի նամակները մնում են որպես վկայություն։ Վկայություն այն մասին, որ ճշմարտությունը միշտ գտնում է իր ճանապարհը։ Նույնիսկ եթե դա տևում է տասնամյակներ։ Նույնիսկ եթե դա պահպանված է մի կնոջ գաղտնի նամակներում, գրված 3 ժամ առավոտյան, երբ ամբողջ աշխարհը քնած էր։